անվտանգություն, ինքնիշխանություն, վճռականություն, դիմակայունություն, Եվրամիությանն անդամակցություն, զարգացած տնտեսություն, ուժեղ բանակ, վստահելի դաշնակիցներ, ազգային արժանապատվություն, միասնականություն, համերաշխություն, պատասխանատվություն, օրենքի գերակայություն, անկախ դատարան, կոռուպցիայի մերժում, բարձր աշխատավարձ, անվճար բարձրագույն կրթություն, հասանելի առողջապահություն, արժանապատիվ թոշակ, հանուն հանրապետության, քո ձայնը խորհրդարանում։ Կատարիր գնումների իդեալ համակարգի խանութ սրահներից եւ յուրաքանչյուր 290,000 դրամ գնումների դիմաց ստացիր 29% զեղչ եւ լրացուցիչ 29,000 դրամի ապրանքներ քո ընտրությամբ։ Բարի երեկո, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, քարոզարշավը վերջապես մոտեցավ ավարտին, մնացել է ընդամենը մի քանի ժամ, մինչև կես գիշեր, վաղը ենթադրաբար ըստ օրենքի պահանջի բոլոր ուժերը պետք է լռեն եւ կիրակի օրը հունիսի 7-ին մենք բոլորս պետք է կատարենք մեր քաղաքացիական պարտքը, մասնակցենք ընտրությունների, մեր խղճին եւ համոզումներին ու մտքին հավատարիմ։ Եվ այսօր զրուցելու եմ բոլորին դեմ եմ կուսակցությունից վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցի հետ։ Բարի երեկո։ Ողջույն։ Ես շատ համաձայն եմ, որ վերջապես այս քարոզարշավը մոտեցավ ավարտին, որովհետև մեծամասամբ շատ ծանր տպավորություններ, ես իհարկե ինքս եմ մասնակցել քարոզարշավին, բոլորի նյութերը չեմ հասցրել նայել, բայց ընդհանուր այդ փոքր թեկուս հատվածային, որ նայում, իհարկե շատ ծանր տպավորություն է թողում։ Սիրելի ժողովուրդ, ներողություն եմ խնդրում, մենք փորձել ենք առավելագույնս ժպիտ պարգևել ձեզ, գաղափարներից զատ նաև ակցիաներ են կազմակերպել, որոնք պիտի ժպիտ առաջացնեն ձեզ մոտ եւ այդպես էլ եղել է, մնացածի համար կներեք ոչինչ, սա էլ է շտկվելու։ Դուք մասնակցում եք ընտրարշավի, հավակնում եք իշխանության վերցնել եւ այլն քաղաքական դիվիդենդներ, իսկ մենք օր ու գիշեր պետք է հետևենք բոլորի քարոզարշավներին։ Ցավակցում եմ, ինչ ասեմ։ Դե այո։ Էս էլ ձեր մասնագիտության։ Տիկին Կարապետյանց, նախորդից հետո հարցադրումներ կան, ինչու էր առաջին համարների եզրափակիչ բանավեճին մասնակցում բոլորին դեմ եմ կուսակցությունից ոչ առաջին համար Նինա Կարապետյանցը, այլ Spider-Man-ը։ Տրամաբանությունը հետևյալն է։ Ուրեմն օրենսդիրը ժամանակին եւ հիմա այլ փոփոխություններ տեղի ունեցան այս իշխանության ներքո եւս մտածել են, որ անպայման կուսակցությունը միշտ ունենում է այտենց գլխավոր դեմք, որի շուրջ հավաքվում են մնացածը կամ որի փողերի շուրջ հավաքվում են մնացածը եւ ինքը պարտադիր պիտի լինի համար մեկը եւ ինքը պարտադիր պիտի լինի վարչապետի թեկնածուն։ Մենք կոտրել ենք ոչ միայն այդ կանոնները, այլ առասարակ ոնց հասկանում եմ բոլոր կանոնները խաղի մենք սկսել ենք կոտրել ի սկզբանե, մեզ մոտ անցկացրել ենք քվեարկություն, որի արդյունքում առանձին քվեարկել են պատգամավորի թեկնածուների ով որ տեղում է, ով որ տողում է լինելու եւ Սպարտակը Գյուրեղան հայտնվել է առաջի տողում։ Ասել է թե քանի որ օրենքը պահանջում էր, որ առաջի համարները պիտի ներկա լինեն ոչ թե վարչապետների թեկնածու, ներկա եղել մեր գործընկեր ներքին քվեարկություն։ Այո, մենք առանձին նաեւ ներքին քվեարկություն ենք անցկացրել վարչապետի թեկնածուի հետ կապված եւ այդպես է ստացվել, որ ես եմ հավաքել, ես եմ նշանակվել կամ ինձ հանձնարարվել լինել վարչապետի թեկնածու եւ ես զբաղեցնում եմ մեր ցուցակում 3-րդ տեղը։ Ասեն թե ստանդարտ բոլոր իմաստներով ստանդարտից դուրս իրավիճակը։ Բայց ուսանք ձեր կամքով։ Մենք շատ երկար խոսել ենք այս հարցի շուրջ, որովհետև երկու հիմնական պայման կար, մեկը դա այնուամենայնիվ պատասխանատվության հարցն է, որովհետև վարչապետի թեկնածուն անգամ եթե դու 100 օրով ես ընդամենը գալի, վարչապետը ինքը ունի բավականին մեծ ծանր բերաստանձնելու, այդ առաջինը։ Երկրորդը դա պարտադիր պայմաններ, որը բոլորին դեմ եմ կուսակցությունը ուներ, դա նա էր, որ հաջողելու դեպքում, վարչապետ լինելու դեպքում ես այլևս 10 տարի որևէ քաղաքական նշանակովի կամ ընտրովի պաշտոն զբաղեցնելու իրավունք չեմ ունենալու, իսկ ես տրամադրված էի քաղաքականությամբ ավելի ակտիվորեն զբաղվել, եւ սա էր, որ խոչընդոտում էր, բայց հետո երբ որ քննարկեցինք, սենց կարևոր մի հատ հարց կար, որևիցե մեկը մեզանից պիտի լիներ։ Ինձանից մի քիչ ավելի երիտասարդ մարդիկ, ովքեր թիմում են, իրենք տրամադրված են քաղաքականությամբ զբաղվել երկարատև։ Ես ուզում եմ, որ երկրում լինի քաղաքական սերնդափոխություն։ Հետևաբար իմ
շախմատային խոսքերով ասած զոհաբերելը շատ ավելի տրամաբանական կլիներ, քան երիտասարդների, որոնք ունեն գիտելիք, կարողություն, փորձ, մարդիկ ուզում են գալ քաղաքականության մեջ, մարդիկ ուզում են մաս դառնալ սերնդափոխությանը, ավելի ազնիվ կլիներ, եթե ես խաղից դուրս գայի այս իմաստով, քան իրենք։ Եվ երկրորդ կարևոր հարցը, հաջորդ ավելի կարևոր հարցը, քաղաքականությամբ զբաղվելը դա միայն պաշտոն զբաղեցնելը չի քաղաքական։ Սա նշանակում է, չէ, ես համաձայն չեմ, որովհետև կան բազմաթիվ պրոյեկտներ, որոնք մենք դեռևս երբ նժար սահմանադրական շարժումն էինք նախաձեռնել, մենք ունենք մշակված պրոյեկտներ, որոնք որ մեծ համահայկական, ես կասեի, մեծ հայկական պրոյեկտ է, որի մեջ պիտի ներգրաված լինեն եւ Սփյուռքի, եւ տարբեր տեղերից ներսից հայերը, տարբեր ոլորտների մասնագետներ ու այս աշխատանքը Հայաստանն էլ է դա ասում։ Դե, հա, Ընդհանրություններ ունեք, պես։ դե Բոլորին չէ որ դեմ եք։ ով ասեց որ բոլորն Ընդհանրություններ են։ Դե ընդհանրությունները հիմա ես էլ ունեմ սև մազեր, դուք էլ ունեք սև մազեր, դա չի նշանակում որ մենք ձեր նույնն ենք։ կամքից անկախ գործոնների մասին։ Չէ, տեսեք, մի Հայաստանը, մի հայրենիքա եւ պրոյեկտները կարող են ինչ որտեղ համընկնել։ Հիմա կարող ենք եւ Նիկոլ Փաշինյանի հետ ընդհանուր ինչ որ բաներ ունենալ, կան հարցեր, որոնք երբևէ Նիկոլ Փաշինյանի ու մեր պրոյեկտի մեջ համատեղ լինել չէր կարող, ասլովս ասեմ։ Եվ ուժեղ Հայաստանի հետ կարող են լինել, ուժեղ Հայաստանը ովքեր են բաներ, հա, մի րոպե, այս շատ կարևոր մաս է, մեզ շատ հաճախ այդ հարցը տալիս են, երկու կողմի սատարողներն ու կողմնակիցներ ասում են մի մասը մեզ մեղադրում է նիկոլական լինելու մեջ, մի մասը մեզ մեղադրում է քոչարանական սերժական, մի խոսքով այդ կողմի վրա լինելու մեջ, մենք ասել ենք շատ հստակ, մենք գալիս ենք պարլամենտ մի պայմանով, մեր վարչապետի տեխնացոն, մեր 100 օրը եւ մեր պրոյեկտը 3 փոփոխություններ իրականացնելու համար, մենք որևէ մեկին ձայն չենք տալու։ Եթե մեր պրոյեկտը ստացվում է, մենք 100 օր հետո կազմակերպում ենք ազատ ընտրություններ, որտեղ վարչապետը այլևս իր համար որևէ հավակնություններ չունի, որովհետև ինքը 10 տարի չի լինելու քաղաքականության մեջ, բոլորին դեմ եմ կուսակցությունը լուծարվելու է եւ հետեւաբար չունի այն կուսակցությունը, որի համար ադմինիստրատիվ ռեսուրսները պիտի կիրառի, Հայաստանում լինելու են առաջին անգամ ազատ արդար ընտրություններ։ Եթե մեր պրոյեկտը չի ստացվում, մենք մանդատները վայր ենք դնում ու դուրս են գալի։ Մեզ մեղադրում են, ասում են, այ մարդիկ կարող է շփոթվեն, կան, բոլորին դեմ եմ, տենց քվեարկեն, իսկ դուք գնաք պարլամենտում նստեք, մենք ասում ենք, որ Ժողովուրդ ջան, մենք գալիս ենք պարլամենտ, հենց այդ պայմանով, եթե չի ստացվում մեր պրոյեկտը, մենք մանդատը, այսինքն բոլորին դեմ մարդը ինքը մեզ ձայն չի տվել, որ մենք գանք նստենք 5 տարի պարլամենտում, տենց ձևացնենք, իբր շատ լուրջ գործեր են անում, որ մեծ ազդեցություն ունենք ինչ որ բանի վրա, պրեմիաներ ստանանք, աշխատավարձներ ստանանք, գնանք ոյաժների մասնակցենք արտասահմանում, ինչ որ ԵԽԽՎ-ում 1 ելույթ ունենանք ու գանք լուրջ դեմքով ասենք, որ մենք բոլորին դեմ, չէ, տենց բան չկա։ Բոլորին դեմ են մարդը կոնկրետ բանի համար է քեզ տալի։ 3 կետի համար է տալի։ Տալիս է, որպեսզի մենք ստեղծենք հենց այդ բոլորին դեմ եմ քվեաթերթիկը, որպեսզի մարդիկ, ովքեր որ չեն ուզում ընտրել որևէ մեկին, դա իր գործիքն է ձեռքի։ Քաղաքացու համար գործիք ենք ստեղծում, որ գա ասի, որ բոլորի դեմ եմ։ Որքան որ տոկոս հավաքեց բոլորին դեմ եմ քվեաթերթիկը, այդքան տեղ պարլամենտում բաց է մնալու։ Այսինքն քաղաքական ուժերը հետաքրքրված են լինելու, որպեսզի ոչ թե հոգնածեն ու զզվացնեն մարդկանց, այլ այնպես անեն, որ այդ բոլորին դեմ եմ մարդկանց քանակը հնարավորինս քիչ լինի, որ չգնան քվեարկել։ Մենք իջեցնելու ենք շեմը 1%, որպեսզի փոքր ուժերը եւս կարողանան անցնել, դա շատ կարևոր է, որտեղ մենք անընդհատ տեսնում ենք նույն ուժերին։ Կամ իշխանություն ունեն, կամ լիքը փող ունեն։ Բայց նորմալ չէ։ Միացյալ Նահանգներում կամ հանրապետականներն են, կամ դեմոկրատներն են։ Միացյալ Նահանգները ունեն սկզբից շատ ճիշտ բան են դրել, համակարգ են դրել, որտեղ բացարձակ իշխանություն չի ստանում նախագահան։ Եվ երկու չի, այնտեղ էլի կան կուսակցություններ, բայց հիմնական երկու խաղացողներ են, շատ ճիշտ եք անում։ Կայացած ինստիտուտների պայմաններում ինքը շատ լավ է, շատ բնականon է, շատ նորմալ է։ Բայց հիմա այս իրավիճակում, երբ որ մենք քաղաքական ուժեր որպես այդպեսին բացառությամբ հատուկ կենտ քաղաքական ուժերի, այն էլ ճիշտ ասած իրանց վարած քաղաքականությունը կամ իրանց ես երկար տարիների վարքը մեղմ ասած այդքան հուսադրող չի եղել, էլի։ Մնացածը որպես քաղաքական ուժեր, որպես այդպեսին, չի ստացվում կայանալու, որտեղ կայանալու համար դու պիտի պարլամենտում լինես, դու պիտի հնարավորություն ունենաս մասնակցելու այդ որոշումներ կայացնելու։ Մի խոսքով այդ մի տոկոսն են իջացնում, եւ մեկ էլ կայում մեծամասնության հարցը, որ զաղլեկս գնացել է արդեն, մեկը գալիս է մնացածից մի տոկոս ավել ձայն է հավաքում ու ստանում է ահռելի քանակությամբ իշխանություն, անկառավարելի իշխանություն, որը թույլատրելի չէ։ Բայց եկին Կարապետյանց, տեսեք, ըստ իշխանության նախաձեռնած նոր սահմանադրության մեջ այդ հարցը եւս քննարկելի է, փոփոխվելու է։ Մի րոպե։
իշխանությունների նախաձեռնած սահմանադրությանը դեռ հրապարակված չի, որևէ մեկը տեղյակ չի։ Այնքանով ինչքանով հանրային է այդ տեղեկությունը։ Այդ տեղեկությունը ասում եմ մի հատ բան կար, չեմ քիչ կոպիտ անեկդոտա, լավ, այդ չեմ պատմի, ասում եմ, չէ, շատ կոպիտ է։ Բանը եթերը ամեն դեպքում հասկացանք մերթեն է ժողովուրդը։ Քարոզ Դարշավին այնքան բան ենք տեսել։ Հա, բայց մենք իրանց նման չենք։ Կարևոր չի ինչ են ասում, կարևորը թե ինչ են անելու։ Եթե իսկապես այդպիսի լավ սահմանադրություն լիներ, հայանպաստ սահմանադրություններ կամ ժողովրդավարություն բերող սահմանադրություններ, իրանց ձեռնտու լինելու հրապարակել ընտրություններին ընթառաջ, ասեն Ժորժ ջան, հա, խնդրեմ, էս էլ ենք հրապարակում, էս էլ տեսեք, բայց մենք միջև այսօր անգամ 44 օրյա պատերազմի հետ խոստացած բանը չենք ունենք, ռիպորտը չունենք հրապարակած, մենք զոհերի անունները չունենք հրապարակած, ի՞նչ մասին է խոսքը։ Զոհերի անունների մի մասը, որոնց ընտանիքների անդամները համաձայնել էին, հրապարակվել էր, բայց դե մի մասը։ Այո։ Դուք ձեր խոսքում կարծես կանխեցիք իմ հաջորդ հարցը, բայց այնուամենայնիվ շատ ուղիղ եւ ուղիղ պատասխան։ Ձեր ասացիք մենք ասում են Փաշինյանի պրոյեկտ, չգիտեմ, սրա պրոյեկտ, նրա պրոյեկտ, ի վերջո բոլորին դեմ եմ, ում համար է ճանապարհ հարթում։ Փոքր կուսակցությունների համար, որոնք տարիներ շարունակ մնում են լուսանցքում։ Մենք կարող ենք չկիսել այդ փոքր թիմերի շատերի տեսակետներն ու հայացքները կարող ենք չկիսել, բայց ժողովրդավարության բացառիկությունը հենց դրա մեջ է, որ մենք պիտի ունենանք հնարավորություն, հասարակությունը պիտի ունենա հնարավորություն լսել բոլոր տեսակետները։ Երբ ընտրությունների ընթացքում որևէ թիմ, որևէ քաղաքական ուժ հավաքում է 10, 15, 20, 30 հազար ձայն, այդ մարդը պիտի այդ մարդիկ պիտի որևէ կերպ ներկայացված լինեն պարլամենտում։ 30 հազար մարդը դա հրապարակ օպերան սենց լավ լցված օպերայի բակն է։ Հրապարակն էլ տես բավականին տեսանելի լցված մարդիկ են։ Մի ամբողջ հրապարակ ժողովուրդ չունեն իրենց ներկայացուցիչը պարլամենտում, դա նորմալ չի, դա ճիշտ չի։ Եվ դա է պատճառը, որ մենք եւ մյուս կարևոր պատճառը դա սերնդափոխությունն է։ Տեսեք, մենք ունենք բազմաթիվ կուսակցություններ, որոնք անընդհատ խաղի մեջ այդ նույն կուսակցություններն են։ Ավելին ասեմ, այդ կուսակցությունների ղեկավարներն էլ չեն փոխվում։ Այդ կուսակցությունների ներսում մենք ուզում ենք, որ նոր քաղաքական մտածողություն ունեցող մարդիկ կան։ Այսինքն ոչ թե տարիքի մասին չի խոսքը։ Չէ, մտածողության մասին է։ Չէ, տարիքի, չէ, իջստական բան չկա։ Այդ մենք օրինակ ես Չէ, դրա մասին չի ասում։ Հիմա դուք եք ասելու, դե 100 օր ենք ասել, մի 200 օր էլ գումարենք, նոր ենք, անփորձենք, երիտասարդ ենք, ժամանակ է պետք։ Ես հասկանում եմ, որ ես մեր աչքի տեսածն եմ ասում։ Ես լրիվ հասկանում եմ, այդ մեղադրանքը տեղին կլինի, եթե մենք 100 օր հետո չկազմակերպենք այս process-ները, եթե մենք 100 օր հետո մեր խոստումից դուրս գանք։ Սերժ Սարգսյանն ասում էր, ես երրորդ ժամկետ չեմ գնալու, իսկ Նիկոլ Փաշինյանը ասում էր, Ռոբերտ Քոչարյանը նստելու է։ Դրա համար ոչ Սերժ Սարգսյանի կուսակցությունից ենք մենք, ոչ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունից ենք մենք բաժնում ենք բոլորին եւ հայտնվել ենք առանձին որպես խաղացող ու դրա համար որ բոլորը հասկանում են, որ մենք այնքան ինքնուրույն ենք խաղում, որ բոլոր կողմերից հարվածներ ենք ստանում, բայց կարողանում ենք արժանապատիվ պահել այդ հարվածները։ Ո՞վ է ձեզ ֆինանսավորում։ Մենք իրականության մեջ մերոնք մեր թիմի անդամները իրանք IT ոլորտի մասնագետներ են, մարդիկ որոնք ունեն բիզնես, մարդիկ որոնք ունեն կայացած են իրենց բիզնեսը, որտեղ երբ որ մենք ասում ենք երիտասարդներ տպավորություն են թե պիոներների մասին է խոսքը, բայց իրականում այդ մարդիկ կայացած մարդիկ են, բիզնես ունեցող մարդիկ են, ընտանիքներ ունեցող մարդիկ են, պատերազմի մասնակից մարդիկ են, այսինքն թե այս մարդիկ ունեն արժեհամակարգ, ունեն հնարավորություն եւ ունեն բիզնես, որը հնարավորություն է տալի նաև ներդրումներ անել։ Ուրիշ ոչ մի բիզնեսը ուզում ներդրում անել քաղաքական գործընթացի մեջ, չակնկալելով հետո դրանից օգուտներ։ Որովհետև երբ որ դու միայն զբաղվում ես բիզնեսով, քո հետաքրքրությունը միայն բիզնեսն է, իհարկե կարող են այդպիսի հետաքրքրություններ լինել եւ մենք փորձեր ունեցել ենք եւ ենթադրում եմ դեռ ունենալ ենք, բայց այս մարդիկ միայն բիզնեսով չեն զբաղվել։ Մարդիկ ունեցել են կայուն բիզնես, պատերազմի օրերին իրենք թողել են իրանց ընտանիքներն, բիզնեսներն, գնացել են պատերին մասնակցելու, որովհետև պետություն, պետականություն, հայրենիք, այս հասկացությունները, այս գաղափարները, այս արժեհամակարգը այս մարդկանց համար օտար չի։ Եվ երբ որ իրանք դարձել են թնդանոթի միս, լավ, այսպես կասեմ, թնդանոթի միս են դարձել, ու իրանք ընկերներ են կորցրել, որովհետև քաղաքական իշխանությունը չի կարողացել ճիշտ որոշումներ կայացնել, իրանք կայացրել են միակ ճշգրիտ որոշումը։ Եթե չես ուզում դառնալ թնդանոթի միս, ուրեմն դու պիտի լինես, դու ինքդ պիտի որոշումներ կայացնելու պատասխանատվությունը կարողանաս վերցնել քո վրա։ Սա է միայն խաղի կանոնները։ Եվ
ես շատ եմ կարևորում, որ նոր սերնդի, նոր տիպի մտածողություն ունեցող մարդիկ են գալու, ցանկություն ունեն գալ մտնել քաղաքական process-ների մեջ։ Շատ կարևոր է, գիտեք, մտածողության ձևը, մեր խնդիրների ճնշող մեծամասնությունը, այստեղ 1000 անգամ ձեր եթերից խոսել ենք տարբեր տարիներին, դա համակարգային խնդիրներ են։ Դա Հրշեջի նման այս փոքր խնդրը հայտնվեց, եկեք հանգստենք, այդպես չի լուծում այդ հարցը։ Սա համակարգային խնդիր է։ Այս մարդիկ համակարգային մտածողություն ունեն։ IT ոլորտը ինքը յուրահատուկ մտածողություն է ձևավորում։ Էականորեն տարբերվում են տարբեր ամենայն հարգանքով բոլոր մասնագիտությունները, բայց տարբեր մասնագիտությունների կրող մարդիկ իրենք տարբեր մտածողության ձևեր ունեն։ Էականորեն տարբերվում է ուսուցչի մտածողությունը, ինքը գնահատում է քեզ ինչ տարիքում լինես, ինքը քեզ տենց որպես ուսուցիչ քո գիտելիքների տենց ինչ-որ բանով հա կամ տենց փաղախշական ինչ-որ բաներով անում։ Իրավաբանները ձեր ամեն խոսքը գնահատում են որպես ինչ հանցակազմ կարա մեջ լինի։ Ես օրինակ այդ մտածողությունն եմ։ Ես որ կինո եմ նայում, ֆիլմ եմ նայում, ամեն անգամ ասում եմ այստեղ էս հանցակազմը կա, այդ մեջից դուրս չի գալի։ Այ համակարգային մտածողություն ունեցող մարդիկ, IT ոլորտի մարդիկ, իրենք համակարգային են այ համակարգային մտածողությունն են ֆիզիկները։ Նորից էլի կան իհարկե մարդիկ, որոնք այդպիսի մտածողություն են, մենք ուզում ենք բոլոր այն հայության լավագույն ներկայացուցիչներին ներգրավել Հայաստանում ու մեր մեծ հայկական պրոյեկտ իրականացնել, բայց դա հաջորդիվ է լինելու։ Այս անգամ մենք գալիս ենք այս 3 փոփոխություններ իրականացնելու եւ դրա համար պետք է քվեարկել բոլորին դեմ եմ համար 2։ Ես փորձելու եմ իհարկե կարճել ձեր բաներից։ Դուք առաջինը չեք, խնդրեմ իհարկե։ Հա, Փաշինյանական չէ ձեր դիտարկումը թնդանոթի միս որակելով, այսինքն բոլոր նրանք, ովքեր զոհվել են պատերազմի ժամանակ, թնդանոթի միս են։ Չէ, իրանք թնդանոթի մսի կարգավիճակում են հայտնվել, իրենց կամքից անկախ։ Մարդիկ, ովքեր պատրաստակամ են եղել եւ նախապատրաստվել են պատերազմին ի տարբերություն շատ-շատերի, որոնք պարտավորություն ունեին այդ մոբի հետ աշխատելու, նախապատրաստելու, այդ մարդկանց գիտակցության մեջ միջև պատերազմը իրենք երկար ժամանակ իրենց ընկերների հետ պատերազմի մասնակիցներ այն հին մեծ տարիքով ավելի ընկերների հետ իրենք նաեւ փորձել են իրենց վրա աշխատել, թիմային աշխատանք անել, այսինքն իրենք հասկացել են, որ պատերազմը անխուսափելի է եւ իրենք թիմային աշխատանք անարել պատրաստվել են։ Դա պատճառը, որ իրենք գնացել են նաև ավելի պատրաստ, ավելի պատկերացում ունենալով, թե պատերազմի մասնակցությունը ինչպիսին է լինում։ Դա թե չէ մենք ունենք մոբի այդպիսի խմբեր, որոնք որ ուղղակի անտերության էին մատնվում։ Ասել է, թե թնդանոթի միս են դարել իրենք, այո դարել են եւ դարել են ցավոք սրտի քաղաքական որոշումների անպատասխանատու որոշումների արդյունքում։ Քաղաքական որոշումներ են արդյունքում անպատասխանատու քաղաքական որոշումների արդյունքում են նաև գերիներ հայտնվել, ասենք Փարոխի դեպքով, չգիտեր, հա մարդիկ հայտնվել են մի վայրում, որը արդեն փաստացի ում քաղաքական որոշումների։ Քաղաքական իշխանության որոշումների հետ, իհարկե։ Այդ թվում նաև ես մնացած երկրների քաղաքական, տեսեք, յուրաքանչյուր երկիր, օտար երկիր, ցանկացած երկիր, ինքը պիտի ունենա իր հետաքրքրություններն ու շահերը եւ քաղաքական իշխանությունը պիտի հետապնդի իր երկրի շահերը։ Այն որ այլ երկրներ իրենց շահերն են հետապնդել եւ իրենց շահերն են առաջ տարել, եւ հաջողել են եւ մեզ բավական մեր մեղավորությունը չի, բայց դա իրենց հետաքրքրությունների շրջանակներն ա եղել, մենք պիտի դրան պատրաստ լինենք, մենք պիտի հասկանանք, որտեղ է սկսում եւ ավարտում մեր ընդհանուր համատեղ հետաքրքրությունն ու շահը, առհասարակ կա հետաքրքրություն ընդհանուր շահ, թե չկա։ Այս տրամաբանության մեջ ես որևէ մեկին կարող եմ մեղադրել եւ մեղադրել եմ, իհարկե, Արցախի կորուստի հետ կապված ռուսական բանակ կանգնած լինի այնտեղ, գա ասի ես եմ այստեղ բանը անվտանգություն ապահովողը ու մենք ցեղասպանություն ստանանք բանից, հա, Արցախի ժողովրդի ցեղասպանությունը ստանանք, բայց մյուս կողմից էլ ես շատ լավ, ես հիշաչար չեմ, բայց շատ լավ հիշողություն ունեմ։ Ես հիշում եմ ինչպես են հայտարարում, որ Միացյալ Նահանգներից հայտարարում են, որ պատրաստ են ուղարկել սկանդինավյան խաղաղապահներ, այստեղ Հայաստանից եւ այդ թվում նաեւ Արցախից հայտարարեցին, որ դա լեզվական խնդիր է առաջացնելու խաղաղապահների եւ տեղի բնակչության միջեւ եւ հետեւաբար մենք չենք ուզում ավելավական ռուսականներ, ես դա էլ եմ հիշում։ Սա սխալների բանը, հա, շղթան է բերել այս հետևանքների ցավոք սրտի։ Երկարատև սխալների շղթան։ Թեման փոխենք 100 օր։ Տեսեք, դուք չունեք որպես այդպիսին ծրագիր, օրինակ, չգիտեմ, անվտանգություն, տնտեսություն, ASN, դուք ունեք առաքելություն հիմնարար 3 հարցեր ըստ փոխելու, եւ դրանից հետո
վատ իմաստով չեմ ասում, ձեռքերը լվանալու, այդ ընտրությունները կազմակերպելու եւ այդպես հանձնելու Հայաստանին ժողովրդին եւ մնացածը, հա։ Դուք ձեր ուժը մեծամասնություն եք ազգում խորհրդանում, թե ինչպես հիմա կարևոր չի, ձեզ կքվեարկեն, կմիանան, դուք կհավաքեք այդ մեծամասնությունը եւ այլն, դուք եք մեծամասնությունը, կառավարությունը 100 օր։ Հունիսին նախատեսված են Միացյալ Նահանգների հետ բանակցություններ, որոնք վերաբերում են արդեն իսկ ստորագրված TRIP նախագծին եւ դրա կենսագործմանը, եւ սրանք միակ բանակցությունները չեն, որոնք սպասվելու են։ Ինչ է անելու բոլորին դեմ եմ, հա։ Ինչ է, նամակ է գրելու ԱՄՆ վարչակազմ, որ այդպես մի 100 օր ոտքերդ կախքցեք, սպասեք, կգա նոր իշխանություն, կբանակցի, թե գնալու եք բանակցելու եք, ինչ եք բանակցելու, ներկայիս Միացյալ Նահանգների հետ TRIP-ի մասով բանակցային ուղղությունն եք շարունակելու։ Որևէ կտրուկ փոփոխությունների մենք չենք գնալու եւ չենք ստորագրելու որևէ փաստաթուղթ, որը Հայաստանի պատմության համար, ճակատագրի համար կարող է բախտորոշ լինի, որովհետեւ անպատասխանատու է 100 օրվա կառավարության պայմաններում ստորագրել այնպիսի ստանձնել այնպիսի պարտավորություններ, որը պիտի իրականացնի քեզանից հետո եկող իշխանությունները։ Դու պիտի ցանկացած պետություն պարտներ պիտի վստահ լինի, որ քո հայաստանյան պարտները առնվազն գոնե այդ մի 4-5 տարվա այստեղ ներկայությունը պիտի ունենա, պիտի վստահ լինի, որ պարլամենտը 100 օր հետո չի ծրվելու, որտեղ պատկերացնում եք, ես գալիս եմ այստեղ ստորագրում եմ ինչ-որ փաստաթուղթ, անկախ նրանից կողմ եմ, դեմ եմ, ուրախ չեմ այդ առիթով, ես ստորագրում եմ փաստաթուղթ, 100 օրվա ընթացքում հետո լուծարվում է պարլամենտը, գալիս է նոր պարլամենտը, այսինքն լրացուցիչ խնդիրներ ստեղծելու իմաստն ու տրամաբանությունը որն է, այդ ինչ հրատապ բան կա, այդ ինչ հրդեհ է տեղի ունենում TRIP-ի ճանապարհի հետ կապված, որ ընդամենը 100 օր TRIP եւ դա միակը չէ։ Ձեր ասածից մի տեսակ Լևոն Տեր-Պետրոսյանական հոտ չի գալիս։ Այսինքն 100 օրվա իշխանության համեմատությունը Լևոն բոլորի հետ համեմատեցիք, ինձ մի տեսակ բան է, էլի ես մի տեսակ ինձ դաժե անհարմար եմ զգում, որովհետև երկար տարիների ինչ որ փորձառություն ունեցող մարդկանց հետ ինձ որ համեմատում են, մի տեսակ դիսկոմֆորտ ունեմ։ Դե կոմպլիմենտ է։ Դե հա, որոշ դեպքերում չէ իհարկե, բայց ամեն դեպքում տեսեք շատ հստակ պետքա պատկերացնել եւ միջազգային գործընկերներն էլ վստահ եմ կայացած պետություններ են որևէ մեկը տենց չի մտածում որ կարելի է այսպես տենց արանքում ինչ որ մի հատ թուղթ ստորագրել ստանալ 100 օրվա կառավարությունից ու համարել որ դա մեծ հաղթանակ է ես կարծում եմ որ Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունները պիտի խորանան, մենք պիտի ունենանք ավելի խորացված հարաբերություններ։ Ես շատ կուզենամ, որ ավելի շատ ներկայացված լինի այստեղ օրինակ, անձնապես ես բոլորին դեմ եմ այդպիսի պրոյեկտ չունի, բայց բացարձակ եւ տոտալ անպատասխանատու գործողությունա գալ եւ փորձել փոխել ինչ-որ իրավիճակը այն աստիճանի, որ խժդժություն է ստեղ սկսի։ Մենք հայտարարել ենք, որ մենք մորատորիա ենք հայտարարելու բոլոր փոփոխությունների հետ կապված, որևէ կտրուկ քայլ այս որևէ ուղղությամբ չենք իրականացնելու։ Ես կարծում եմ 100 օրը 35 տարվա, 36 տարվա կտրվածքով ընդամենը 100 օրը այդքան մեծ ժամանակ չի, որ չեն կարողանալու սպասել որևէ պրոյեկտ, որը մինչև 35 տարվա կտրվածքով չեն արել, հիմա այդ 100 օրվա մեջ տենց բանս հրատապ կարգով պետք է լինելու լուծել։ Իհարկե կլինեն հարցեր, խնդիրներ, հանդիպումներ, օպերատիվ իրավիճակ, իհարկե լինելու է։ Կարող են լինել տարբեր տեսակի սրացումներ, կարող են լինել, ամեն ինչ կարող է լինել։ Իհարկե մենք այդ մասը հաշվարկել ենք։ Մենք ունենք նախապատրաստված մի քանի տարբերակներով բոլոր իրավիճակների համար, մենք ունենք տարբեր կարգավիճակներում, տարբեր պաշտոն այդքան չեմ սիրում, բայց տարբեր պաշտոնների համար նախատեսված պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր ստանձնելու են պատասխանատվությունը տարբեր ուղղություններով, պատասխանատու ուղղություններով։ Նախարարում եք։ Հիմա չեմ ասի, որովհետև գիտեք, ասում եմ, հենց մեկի անունը տալիս ես, հետևից գալիս հավաքում տանում եմ։ Հիմա ես ասելու եմ, տեսեք, Ծառուկյանն չի բացահայտում իր վարչապետի թեկնածուին։ Պարոն Ծառուկյանը վստահ է, որ իրանք չեն հավաքելու այնքան ձայն, որ կարողանան ինքնուրույն ձևավորել իշխանություն, հետեւաբար պարոն Ծառուկյանը շատ իմաստուն բան անում, ոչ անուն է տալի, ոչ էլ բզբզում է։ Ոչ էլ բանավեճի է գնում։ Ոչ է բանավեճի է գնում, հա։ Ու вообще ինքը իր առույցները։ Իդեպ առույցների թեման էլ է լուրջ թեմա։ Հա, ես ուշադիր չեմ եղել։ Ես ուղղակի գիտեմ, որ առույցներ ունի։ Հայաստանը կենթանիների պաշտպանության օրենքներ ընդունեց, այդ օրենքների մեջ update-ներ արեց։ Հա, չեմ հետևել, տեղյակ չեմ։ Տեսեք, խնդիր։ Մենք փոխարեն դնենք այս քարոզարշավի ընթացքում, հա, բոլոր այն հարցերը, որոնք կարող են հանրային հետաքրքրություն ներկայացնել,
սոցիալական, տնտեսական, հասարակական եւ այլն, բայց գերկենտրոնացած էր քարոզարշավը, գերկենտրոնացած էր աշխարհաքաղաքական հարցերի վրա, հա։ Կամ թույլ տվեք այսպես ձևակերպել Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրությունների վրա։ Իհարկե, ազնիվ լինելու համար այստեղ պետք է ասել, որ կենտրոնները կամ կենտրոնը եւս դրան նպաստում են, հա, իրենց բարբերաբար դիտարկումներով, հայտարարություններով, ինչու՞ չէ նաեւ միջամտություններով, մասնակցություններով եւ միջամտություններով, այո։ Բայց այնուամենայնիվ գերկենտրոնացած էր, դրա համար օրինակ առյուծների հարցը մղվեց մի կողմ, չեմ ասում դա դոմինանտ հարցերից մեկն էր, բայց դե ինչևէ։ Եվ Տիկին Կարապետյանց չբացահայտեցիք, բայց ունեք թեկնածուներ, իհարկե, տարբեր, տեսեք, նախ անվտանգության տեսակետից, իհարկե պիտի ապահովված լինեն անվտանգության կարևոր ինստիտուտները մենք պիտի իհարկե փոփոխություն տեղ կունենա, նաև ընտրությունների կազմակերպելու համար այդ ինստիտուտները, որոնք անհրաժեշտ են, այո, այդտեղ էլ պիտի փոփոխություն ունենա, բայց անուններ չեմ տալու, որովհետև ոնց հասկանում եք, հիմա վհուկների ворս է սկսել, ես ոնց հասկանում եմ, բոլորի հետևից գնում են, հələ պարզ չի, ես այստեղից դուրս կգամ, դեռ կհասնեմ, թե չէ։ Ինչու՞ չեք ասում, բավարար հանկարծ ձեր պաշտպանության նախարար թեկնածուն լինի Վաղարշակ Հարությունյանը։ Մեր թեկնածուն չի կարող լինել Վաղարշակ Հարությունյանը։ Ինչու՞։ Դե որովհետև չի կարող, որովհետև բոլորին դեմ է մի տրամաբանությանը, որ ամբողջ այս ընթացքում հետևել եք մասնակիցներին ճանաչելով, պետք է իմանաք, որ Վաղարշակ Հարությունյանը չի կարող լինի, ինքը տեր ունի, ինքը մենք իրան պետք չենք, ոչ էլ ինքն է մեզ պետք։ Ну, լավ, մարդկանորեն եկեք սենց ասեմ, բոլորս էլ հայր ենք, բոլորս էլ մեկս մյուսին պետք ենք, բայց պարզա, որ ինքը չի կարող լինի մեր թեկնածուն։ Շատ լավ, եւ ինչու ընտրել բոլորին դեմ են, որովհետեւ դուք բոլորին դեմ եք։ Սա շատ հետաքրքիր պարադոքս է, որովհետև լինելով, այսպես ասած, բոլորին դեմ եմ, մի տեսակ բոլորին հակադրվող, բայց առաջարկում եք ձեզ կողմ լինել։ Առաջարկում ենք մի փոփոխություն, որը օգտակար է լինելու բոլոր քաղաքական նոր թիմերի համար։ Եվ ոչ միայն քաղաքական թիմերի համար, այլ նաև իրենց համախոհների, իրենց կարծիքը կիսողների, իրենց անընդհատ ընտրելու ցանկություն ունեցողների, բայց ընտրության չգնացողների ու ձայն չտվողների, որտեղ վախենում են, որ իրանց ձայնը փոշիացվելու է։ Ասելա թե բոլորին դեմ լալով, մենք բոլորին կողմ ենք, մենք սա անում ենք բոլորի համար եւ սա անում ենք փոփոխություն, սա բացառիկ իսկապես իրավիճակ է, որ փոքր պրոյեկտ է, մի կուսակցություն է ստեղծվում, որը պիտի փոփոխություն իրականացնի, ոչ թե մեկ անձի համար կամ իր կուսակցության համար բարենպաստ պայմաններ ստեղծի, բարենպաստ պայմաններ ստեղծի առհասարակ քաղաքական դաշտում։ Այնպես որ լավագույն տարբերակը մենք ենք լինելու ես, որովհետև մեր փոփոխություններից հետո շատ-շատերը հնարավորություն են ստանալու, թե որպես ընտրող, թե որպես ընտրվող, եւ ես վստահ եմ, որ մենք քաղաքական դաշտում փոփոխություններ ենք ունենալու, իսկ մեզ թարմ ուժեր, թարմ միտք, թարմ մտածողություն իսկապես հիմա օդի ու ջրի մեջ պես պետք է։ Շնորհակալություն ձեզ, հաջողություն։ Շնորհակալ եմ։ Զրուցակիցս բոլորին դեմ եմ կուսակցությունից վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցն էր, մնացեք առաջինի հետ, շարունակում ենք րոպեներ անց։ Շարունակում ենք աշխատել առաջինի եթերում, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, հիշեցնեմ այսօր քարոզարշավի վերջին օրն է, կեսգիշերին բոլոր քաղաքական ուժերը ավարտելու են իրենց նախընտրական քարոզարշավը, վաղը օրենքի պահանջով լռության օր է եւ կիրակի օրը հունիսի 7-ին բոլորս պետք է գնանք կատարելու մեր քաղաքացիական պարտքը։ Այժմ զրուցելու եմ հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ, համանուն կուսակցությունից պատգամավորության թեկնածու Արման Բաբաջանյան։ Բարև ձեզ։ Ես կուսակցության նախագահն եմ։ Ներողություն, նախագահ։ Պարոն Բաբաջանյան, քարոզարշավը ավարտվեց եւ բնականաբար բոլոր ուժերը ինչ որ հետևություններ են արել այս քարոզարշավից, հասկացել նաեւ հանրային տրամադրություններ, հասկացել իրենց քաղաքական հակառակորդների մոտեցումները, մարտավարությունները եւ այլն, հա։ Այն որ շատ քննադատվեց, ամեն ինչ խոսույթ, վիրավորանքներ, թեմաներ, հազար ու մի բան, դա անցնելով, հա, ավելի բուն եւ առարկայական, հաշվի առնելով, թե ինչպիսի ընտրության է գնում Հայաստանի Հանրապետությունը իր կարևորությամբ, նշանակությամբ, որովհետեւ այդ թվում եւ դուք շատ հաճախ հենց առանցքում եք պահում պետականությունը, դրա գոյությունը, պաշտպանությունը, ժողովրդավարությունը։ Ինչի մասին է այս քարոզարշավը, որոնք են ձեր հետևությունները եւ ինչ ենք սպասում։ Ճակատագրական ընտրություններ են իրապես,
մենք շատ ավելի որակյալ քաղաքական միջավայր կարող էինք ապահովել իհարկե, դրա համար ամիսներ շարունակ բարձրաձայնում էինք, ասում էինք, որ շատ որոշակիորեն պիտի պետական մարմինները ստապ գտնվեն եւ արագ արձագանքեն հնարավոր են բոլոր դիվերսիոն փորձերին, որովհետև իմ գնահատմամբ այն ինչ տեղի է ունենում ուղղակի դիվերսիա է Հայաստանի պետության դեմ, Հայաստանի սահմանադրական կարգի դեմ, եւ պետական մարմինները շատ արագ պիտի արձագանքեին ու օրինակ շատ որոշակի կուսակցությունների ընդհանրապես մասնակցության հարցի համար որևէ դիմում անհրաժեշտ չէր, կենտրոնական ընտրական հանձնաժողովը, գլխավոր դատախազությունը, հակակոռուպցիոն կոմիտեն կարծում եմ կուտակված ապօրինությունների դրամական շրջանառությունների կալանավորված անձանց թիվը այնքան եւ ապացույցները փաստերը այնքան շատ են, որ կասկածի տեղ չի թողնում, որ դա համակարգված մեկ կենտրոնից գործադրվող ուրեմն ապօրինություններ են, գործողություններ են պետության դեմ։ Մենք կարող ենք շատ ավելի որակյալ քաղաքական դաշտ ունենալ եւ մտնել ընտրապայքարի, պետությունն էլ կկարողանար ավելի հավասար պայմաններ ապահովել մասնակից իրական ժողովրդավարական քաղաքական ուժերի համար։ Հիմա մենք մտանք այս ընտրապայքարի մեջ, իհարկե արեցինք առավելագույնը, ինչ մեր ուժերի սահմաններում էին, բայց թալանած փողերով օրինակ միլիարդավոր դրամների, դոլարների հասնող ինչ-որ շրջանառություն Գագիկ Ծառուկյաններ իրեն թույլ տվել։ Մարդը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման օրենքով եւ բազմաթիվ անշարժ գույքերի ծագումը չի կարողացել հիմնավորել միլիոնավոր դոլարների արկայությունը տարբեր բանկերում, այդ թվում ոչ միայն Հայաստանի դրանց օրինականությունը չի կարողացել հիմնավորել, բայց մարդը օրինակ որևէ մեկը չի բացատրում, թե ոնց է կարողացել այդ աստիճանի օրինակ քաշ կամ արձern անկանխիկ գումար դնել շրջանառության մեջ եւ օրինակ ընտրապայքար իրականացնել կամ Սամվել Կարապետյանի հետ պատմությունը մարդը շատ կոնկրետ իրեն հրճակում է Հայաստանի հաջորդ վարչապետ ու համառորեն անարգելով Հայաստանի օրենսդրությունը չլինելով Հայաստանի քաղաքացի, միայն Հայաստանի քաղաքացի, ոչ մի սահմանադրական ցենզի չհամապատասխանելով ըստ էության ընտրապայքարի մեջ է ինքը քարոզչություն է անում։ Ես կարծում եմ, որ այդտեղ օրենսդրական ահռելի բացեր կան, շատ արագ կարելի էր այդ բոլոր սողանցքները փակել։ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված ասում էինք, որ 2025 թվականի սեպտեմբերի 18-ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հստակ մեզ հանձնարարություն է իջացրել Հայաստանի իրավապահ համակարգին, արագ արձագանքել, իրավական գնահատական տալ այդ փաստաթղթին, հետևություններ անել, անմիջապես վերսկսել գործը, գնացել եմ գլխավոր դատախազին եմ հանդիպել, այդպիսի հավաստիացումներ են տվել, արդարադատության նախարարի հետ եմ խոսել ենք դատական համակարգի մասին, անկատարության մասին, իրավական քաղաքականության մասին, շատ ավելի դիմադրողունակ կարող էր երկիրը մտնել այս ընտրությունների մեջ։ Դե հիմա ունենք իրավիճակ, տեսեք, տնտեսական պատերազմ, սահմանափակումներ հայկական ապրանքատեսակների նկատմամբ, երկրորդ ճակատը մեր եղբայրներին, քույրերին Ռուսաստանից բերում են այստեղ քվեարկության։ Այսինքն երկու շերտ կա այստեղ։ Մեկը, որ մեր ժողովրդի մի հատվածին Ռուսաստանից դիվերսանտներ որպես օգտագործում է ինչ որ այլ երկրի, պատկերացնում եք, պատկան իշխանություն, ասում են գնացեք ձեր երկրի նկատմամբ իրականացրեք այս ապօրինությունը, փող են տալիս, չեն տալիս, էական չի։ Եվ այդ թշնամանքը, որ իրենք փաստորեն խորացնում են Հայաստանի եւ արտերկրում բնակվող մեր քույրեր եւ եղբայրների հետ։ Դեպ ասեմ, որ սրա մասին տարիներ առաջ մի ռուս պաշտոնյա էր եկել Հայաստան եւ ինձ որպես այն ժամանակ ազգային ժողովի պատգամավորը խնդրել էր հանդիպում, ես ասում էր ինչ անենք, որ կարողանանք Հայաստանի հետ հարաբերությունները մերձեցնենք, դեռ պատերազմը չէր եղել եւ կամ արդեն եղել էր հավանաբար եւ ծանր էր հարաբերությունները Հայաստանի եւ Ռուսաստանի, ասեցի օգնեք, որպեսզի Հայաստանը եւ Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցները նախ լավարկեն հարաբերությունները, մերձենան, որովհետեւ ձեր պատճառով, ձեր քաղաքականության պատճառով
դուք պետական հերոստանգերություններով, ձեր հերոստալիքներով այնպիսի նոտանքներ ու հայոյանքներ եք հեղեղում Հայաստանի ժողովրդի հասցեին, Հայաստանի իշխանությունների հասցեին, որ բնականորեն Ռուսաստանում բնակվող հայերը դիրքավորվում են ըստ այդ քարոզչության։ Եվ եթե դուք գոնե օգնեք, որ մենք մերձենանք, այս անջրպետը չեզոքացնենք, շատ ավելի հեշտ կլինի Ռուսաստանին ու Հայաստանին ընդհանուր լեզու գտնել դրանից հետո։ Դա 2021 թվականի աշունն էր, հիմա հաստատապես հիշում եմ։ Ինչևէ, կարծում եմ ինձ համար ահռելի բացահայտումներ տեղի ունեցան, թեև մենք տևական ժամանակ շփումների մեջ էինք մարզերում, մեր հայրենակիցների հետ գյուղական բնակավայրերում անցյալ տարի պես կանոնավոր կերպով շաբաթական մի քանի այսպես փոքր հանդիպումների ֆորմատներ էինք մշակել, որպեսզի ավելի շատ տեղային խնդիրներին ուրեմն ծանոթանանք եւ ավելի շատ լսենք, ոչ թե խոսենք։ Եվ սա մեզ համար հնարավորություն ստեղծեց լավ նախընտրական ծրագիր մշակել, ներկայանալի ծրագիր մշակել, գործողությունների պլան մշակել բոլոր ասպարեզներում։ Իհարկե անվտանգությունը որպես առանցքային հարց, բայց մեզ համար անվտանգությունը, առողջապահությունը, կրթությունը հատկապես, իհարկե բանակի մարտունակությունը եւ պաշտպանունակությունը, ընդհանրապես դիվանագիտությունն է անվտանգություն, տեխնոլոգիական հզորությունները, ենթակառուցվածքները, էներգետիկ կախվածության հարցերը, սրանք բոլորը օգնում են, որպեսզի պետությունը ավելի դիմադրողունակ լինի եւ դիմակայուն լինի։ Եվ այս բոլոր ուղղություններով իհարկե մենք նախատեսել ենք շատ որոշակի գործողություններ, բայց առաջին օրից ի տարբերություն մասնակից բոլոր մյուս քաղաքական ուժերի մենք հայտարարեցինք, որ մենք ընդդիմափոխություն ենք ցանկանում իրականացնել, որտեղ ի վիճակի եղանք նաեւ այդ մեր հանդիպումներում ախտորոշել մեր քաղաքական դաշտի գլխավոր սպառնալիքը, քաղցկեղը, դա խորհրդարանական ընդդիմությունն է։ Եվ այդ հանդիպումներում մենք հասկացանք, որ մարդիկ անհանգիստ են 5 տարիներ իրենց աչքի առաջ տեղի ունեցած այդ մղձավանջի հնարավոր շարունակությամբ եւ ասում էին մի բան արեք։ Եվ մենք հասկանում էինք, որ պետությունը կարևոր պայմանավորվածությունները, միջազգային կարևոր պայմանավորվածությունները կայացրել, որոնք Հայաստանի համար գոյաբանական նշանակություն ունեն, օրինակ տրիպը։ Առանց տրիպի իրագործման խոսել հայ-ադրբեջանական կայուն տևական խաղաղության հեռանկարի կամ հնարավորության մասին հնարավոր չէ, բայց մենք տեսնում ենք, որ նաև այս ընտրությունների նախընտրական այս քարոզարշավի ամբողջ ժամանակաշրջանը օգտագործվեց ասելու, որ դա անհնար է, որ տարբեր երաշխավորներ պիտի գան, տրիպին պիտի մասնակցեն BRICS-ը, Իրանը, Ռուսաստանը, մի քանի երաշխավորներ, այսինքն ամեն ինչ անել, որպեսզի տրիպը իրականություն չդառնա։ Իսկ տրիպը ունի անկյունաքարային նշանակություն։ Եվ հատկապես դրանում Միացյալ Նահանգների շահագրգռությունը եւ մասնակցությունը դրան աշխարհաքաղաքական կշիռ եւ կարեւորությունը հաղորդում։ Ինչն էլ ունի ուղղակի առանցքային, խարիսխային նշանակություն խաղաղության համար, ռեգիոնալ խաղաղության համար։ Բայց տրիպին հասնելու համար մենք կոնցեսիայի խնդիր ունենք։ Այո։ Երկաթուղային կոնցեսիայի խնդիր ունենք եւ ես երեք ճիշտ ասած նաեւ բանավեճի ժամանակ բարձրացրի հարցը, ոչ ոք չի խոսում այդ առանցքային հարցերի մասին։ Մենք խոսում ենք հասել ենք խաղաղության, ոչ չենք հասել խաղաղության, խաղաղության հասնելու ճանապարհին մենք լրջագույն խոչընդոտներ ունենք եւ նաեւ դրանում ենք տեսնում մեր առաքելությունը խորհրդարանում։ Գնալ խորհրդարանում այս հարցերը բարձրացնել, որովհետեւ ուժերը, որոնք այսօր եթե այդ մղձավանջը շարունակվելու է խորհրդարանում եւ այս հարցերը չեն բարձրացվելու իշխանությունների առաջ, մենք լրջագույն խնդիր ենք ունենալու, որտեղ իշխանությունը անընդհատ գալիս այդ դժվար հարցերը ինքը իրեն տալիս է ստիպված, որպեսզի հանրությունը հնարավորինս իրազեկված լինի։ Այսինքն իրեն հարմարեցված հարցեր է տալիս, ինքն էլ հարմարեցված պատասխաններ։ Եվ երեկվա բանավեճում որևէ մեկը չխոսեց դրա մասին։ Որտեղ ոչ մեկի պետք չէր դա։ Մարդիկ ասում էին, որ դու օրինակ սովամահ ես արել արցախցիներին։ Ասում լավ,
Գոնե դուք գետինը մտեք, ձեր հովանավոր երկիրը, դուք էլ իրենց հովանավորյալը ուղղակի, ասենք, իրականացրել է այդ ամբողջ 9-ամյա բլոկադան Արցախահայերի նկատմամբ։ Անհնարավոր դա տեղի չունենար Պուտինի իմացությամբ։ Փաստաթուղթ կա, որի հեղինակը Պուտինն է եղել, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Այդ փաստաթղթի հիման վրա Արցախահայերին մենք, ես այն ժամանակ Արցախի հարցերով կառավարական հանձնաժողովի անդամ էի։ Մենք որոշեցինք փող դնենք, ավտոբուսներով մարդկանց ուղարկենք հետ Արցախ, որովհետև ասացինք դեռ ռուս խաղաղապահներ են, դեղ են լինելու, իրենց անվտանգությանը ոչինչ չի սպառնա։ Մարդիկ հավատացին, գնացին։ Դուք հիմա ուզում եք դրանց երաշխավոր բերեք մեր գլխին։ Իսկ իրականում սա աննախադեպ իհարկե իրավիճակ է, թե հիբրիդային տեղեկատվական հոսքերը, հարձակումները, բայց կարծում եմ նաև պետությունը նրա համար է, որպեսզի կարողանաս այս բոլոր տեսակի փակուղային իրավիճակներից այլընտրանքային ճանապարհներ գտնես, եւ սա մեր պետությունը նաև մեր ժողովրդին նաև առավել դիմադրողունակ դարձրեց։ Ռուսները թերևս չէին էլ ճանաչում մեր ժողովրդին, հիմա ստիպված կլինեն ճանաչել, կհասկանան, որ մեր աչքի առաջ տեղի ունեցած իրադարձությունները հայ ժողովուրդը չի պատրաստվում մոռանալ, առավել եւս ուրանալ ծաղկի, ծիրանի, խաղողի, կոնյակի եւ ջերմուկի վաճառքի դիմաց։ Փառք Աստծո, եվրոպացիները արագ արձագանքեցին։ Մենք միայն երջանիկ ենք, որ ընդհանրապես եվրոպական այս ծավալի մասնակցության մեջ համեստ դերակատարություն ենք ունեցել, ըստ էության օրենքի ընդունումն է նաև, որ այսօր ռուսական իշխանություններին իրենք վկայաբերում են այն օրենքը, որի համահեղինակ են 60,000 ստորագրող մեր քաղաքացիները, մենք դրոշակակիրն ենք եղել այդ գործընթացի եւ այս ընտրություններին մեծապես նաև մասնակցում ենք, ներկայացնելով այդ 60,000 քաղաքացիներին, որտեղ իրենք պահանջել են, որ Հայաստանը սկսի այդ գործընթացը, մենք չենք սկսել։ Օրենքը մնացել է դարակներում, իսկ օրենքը պիտի գործի, իսկ օրենքը եթե չի գործում, դա օրենք չի։ Պարոն Բաբաջանյան, տեսեք, դուք հիշեցիք այդ կարևոր օրենքը, որը ոչ միայն բնականաբար նախանշում է Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանադրական ինստիտուտների քաղաքականությունների մշակումը, այլ նաև նույն եվրոպացիներն են պարբերաբար հղում անում այդ օրենքին եւ ռուսական կողմը իր նաև պատժամիջոցներ, սանկցիաներ կամ հոխորտացող ռետորաբանություն հիշում է այդ օրենքը, սպառնալիք, ասում է գնացեք հանրաքվե արեք։ Պուտինը եւս էլի խոսեց դրա մասին, այս անգամ խնդրում է, որ Հայաստանը հանրաքվե անի այդ հարցը, բայց տեսեք, գործող վարչապետի տեխնացուն ասում է, որ եթե ինքը հունիսի 7-ին վերընտրվում է, ինքը արդեն պայմանավորվել է Պուտինի հետ, մեկնում է նրա այդ հանդիպումը եւ այս բոլոր հարցերը լուծում է։ Միաժամանակ դուք հիշեցիք, որ այո, նաեւ այդ օրենքի արկայությունը, որը մեծապես նպաստել է, որ Եվրամիությունը Հայաստանի առևտրի արտոնյալ պայմաններ է հիմա սահմանում, գնան հարցերը կլուծեն, եվրոպացիներին կասեն շնորհակալություն եւ ցտեսություն։ Հա, դրա համար անդիմափոխությունը կենսական անհրաժեշտություն է, մեզ պետք է լինել խորհրդանում, որպեսզի կարողանանք այս հարցերը օրինակ բարձրացնել։ Դուք գաք այդ հարցերը մեզ ուղղեք, մենք էլ իշխանության հետ հասկանանք ընդհանրապես մենք ինչպես ենք մեր արտաքին քաղաքական կուրսը վարում, ինչպես ենք պատրաստվում, օրինակ անցած օրը կառավարության նիստում Արարատ Միրզոյանը խոսում էր ստանդարտների մասին։ Մի տարի է, ես հանդիպում եմ կառավարության ներկայացուցիչներից եւ ասում եմ, եկեք տնտեսվարողներին սկսեք պատրաստել ուրեմն ստանդարտների, եվրոպական ստանդարտների անցման ինչ որ ժամանակացույց կարողանանք սահմանել, մարդկանց կարողանանք զեղչային ինչ որ համակարգեր, հարկերից հնարավորինս ազատենք, վարկային արտոնություններ տանք, դա շատ մեծ ծախսատար աշխատանք է ենթադրում։ Մենք ինչ որ մի պահից պիտի հայտարարենք, օրինակ, որ քիմիական այլևս որևէ պարտանյութ չենք ներկրում, որտեղ դրա պարունակությունը քաղցկեղի պատճառ կարող է դառնալ եւ դա օրինակ Արաբական Միացյալ Էմիրություններում, եվրոպական որևէ երկրում չես կարող վաճառքի հանել։ Դա չենք կարող, որովհետեւ դա առաջին հերթին մեզ է վնասում, իսկ մեր նաեւ հանրային առողջության հարց կա, իսկ որևէ վատ բան չկա դրա մեջ։ Եվ եթե ՀԱՏՄ-ն այդպիսի ստանդարտներ չունի, չի նշանակում, որ մենք օրինակ չպիտի ձգտենք, որ մեր ժողովրդին առողջ պահենք, մեր երեխաներին առողջ պահենք։ Այդ աղբավայրը, որ ունենք Նուբարաշենում,
ինձ հրավիրել էին վարորդները աղբատարերի, որ ցույց տային, թե ինչպես են հարյուրավոր կովեր, խոշոր եղջերավոր անասուններ այնտեղ արածում։ Դրանք կաթ են տալիս, դրանք միս են տալիս, դուք պատկերացնում եք թույնը մեր երեխեքն են ուտում։ Ես չգիտեմ որտեղ են դրանց տերերը, ինչ են անում, բայց ընդհանրապես աղբավայրի գոյությունը օրինակ Եվրամիության հետ ազատ առևտրի եւ օրինակ վիզաների ազատականացման կարևոր նախապայմաններից հետ։ Մենք չենք կարող վիզաների ազատականացում ունենալ, մինչեւ այդ աղբավայրը չկոնսերվացնենք, չիմանանք ինչ ենք անելու դրա հետ։ Ես հույս ունեմ, որ եվրոպացիների օգնությամբ նաև այդ հիմնարար հարցերը կլուծվեն, բայց կկին գալով ընդդիմափոխության։ Ես իմ հարցը դրա մասն էր, բայց ես ուզում եմ որոշակի քննադատություն հնչեցնել, որ ձեր հասցեն կա, էլի։ Դուք այո, հետաքրքիր գաղափար եք կամ կոնցեպտ եք առաջարկում ընդդիմափոխության, եւ դա հիմնավորում եք թե ինչու։ Բայց օրինակ ձեր քաղաքական հակառակորդները ասում են, ինչպես կարող է հանուն հանրապետությունը լինել ընդդիմություն այս իշխանությանը, եթե հանուն հանրապետությունը օրինակ կիսում է արտաքին քաղաքական որոշակի մոտեցումներ։ Ախր մենք չենք կիսում, մենք նույնիսկ նախաձեռնող ենք եղել։ Քաղաքացիական պայմանագիրը մեզ ասում էր, դուք մեզ մեջքից հարված եք հասցնում, երբ որ մենք սկսում էինք Եվրաքվեի նախաձեռնությունը։ Արսեն Թորոսյանն ինձ է ասել։ Այսինքն մենք ինքներս ենք նախաձեռնել չունենալով դրա համար որևէ մանդատ պատգամավորական։ Գտել ենք, որ պետության համար դա կարևոր է եւ ուրախ ենք, որ դա ի վերջո ստացվել է եւ իրապես կարևոր է եղել։ Եվ մենք իշխանության հետ չենք համաձայնեցրել մեր գործողությունները, ավելին մենք ունենք շատ ընդհանրություններ, բայց դա մենք դիտարկում ենք որպես ընդհանրություն պետության հետ, մենք պետության կողքին ենք, բայց չէ Պուտինի կողքին պիտի լինենք, ձեզ հետ պիտի լինենք, պետության հետ պիտի լինենք, մենք մեր պատկերացումը ունենք պետության բարեկեցության, պետության ապագայի, անելիքների, անվտանգության, խաղաղության հեռանկարների, ձեր արածը միայն ամեն օր ավելի ու ավելի հավանական է դարձնում նոր պատերազմների հավանականությունը։ Դուք Ալիևի ամենածայրահեղ նարատիվների տարածողն եք։ Միլիարդներ պիտի ծախսեր Ալիևը, որ ձեր նման հիմարներ ուրեմն բազմացներ մեր քաղաքական միջավայրում եւ հանրային հեռուստատեսության եթերում եւ Facebook-յան այդ սոցիալական մեդիաների տարածքներում դուք Հայաստան անունով էջերի ներքո, հա, այդ սուրբ անունի տակ ֆրակցիայի բան եք տվել, հա, հայտ եք տվել ու ադրբեջանական թեզեր եք տարածում։ Դե կուլմինացիան հանրապետության հրապարակում էր։ Դե որի մասին ես նաև բանավեճի ժամանակ, որտեղ իմ զայրույթը սահման չուներ։ Եվ ես իհարկե կարծում եմ, որ Հայաստանի ֆիզիկական քարտեզը, պատրելը, ադրբեջանական այդ մուղամի հնչյունները, որոնք հնչեցին հանրապետության հրապարակ, ուղղակի պիտի շատ որոշակի գնահատականի արժանանան։ Ես հասկանում եմ, որ Ռուսաստանից բերված մեր քույրեր եղբայրների քվեները կարող է այդպես որևէ կերպ չազդվեն այս իրողություններից, որտեղ իրենք շատ լավ չեն պատկերացնում եւ կողմնորոշվում, բայց գոնե տեղի մեր եղբայրները, քույրերը պիտի ուղղակի այդ քարտեզը ճղելու համար ճղեն դրանց քաղաքական դիմակները։ Այն ինչ որ իրենք արել են այդ օրը հանրապետության հրապարակում, Ժիրայր, ես կարող եմ ձեզ հաստատապես ասել, որ Ալիևի համար հաղթաթուղթ է Հայաստանի հետ առժամանակ ընդհանրապես չխոսելու, ասելու, որ սա վտանգավոր քաղաքական միջավայրով հարուստ, հա, ասենք Քոչարյան ունենալ այս քաղաքական միջավայրում, Ծառուկյան ունենալ, Սամվել Կարապետյան ունենալ, Թաթոյան ունենալ, բավարար է, որպեսզի համոզված կերպով Ալիևը ասի, հայ ժողովուրդը չի ուզում խաղաղություն։ Եվ արդարացնի իր հետևաբանությունը մշտապես սպառնալիք, մշտապես ագրեսիա, պատերազմի սպառնալիքը մշտական պահի սեղանին, որտեղ ես չեմ տեսնում այստեղ հնարավորություն, օրինակ, որ կարող է այս համաձայնությունները տևական լինեն, որտեղ բոլոր նրանք, ովքեր որ հավակնում են իշխանության,
իրենք առաջին օրից պատրաստվում են չեղարկել հայ-ադրբեջանական բոլոր պայմանավորվածությունները։ Իսկ մենք հասկանում ենք, չէ, որ դրա առանցքում խաղաղությունը չի միայն ընդհանրապես երրորդ երկրներին է թվում հատկապես Ռուսաստանին զրկելու այստեղ ծավալվելու, առավել ծավալվելու եւ այստեղ իր քաղցկեղային ազդեցությունը խորացնելու հնարավորությունից է զրկում։ Ու խնդիրը Ադրբեջանը չի, խնդիրը այն հերանեկարներն են, որոնք թրիպի օգնությամբ օրինակ հնարավորություն են տալիս ընդհանրապես փոխկապակցված հարաբերություններ հաստատել հարևանների հետ։ Ես չեմ ասում բարեկամություն անել։ Ես չեմ ասում ուրանալ պատմություն, ասում հարևանություն անել, բարեկամություն չենք անում։ Չենք կարող չանել ուղակի հարևանություն։ Եվ կարգավորված հարաբերությունների ողերին թշնամին այսօր Հայաստանի ներսում այս մի քանի քաղաքական ուժերն են եւ իրենց հայրիկը Պուտինը։ Եվ ինչպես բազմիցս եւ երևի թե այստեղ եմ ձեզ ասել 2021 թվականից Հայաստանի ընդդիմությունը Պուտինն է։ Պուտինը միայնակ եւ այն պահանջը, որ հիմա ինքը դնում է, որ արեք կամ խնդրանքը, արեք հանրաքվե եւ այլն, տպավորությունն է, որ Ռուսաստանը թեկնածու է այս ընտրություններում։ Հա, հələ մի հատ նայեք ինչ հարցակումների ալիք է սկսվել։ Չկա մի օր, որ ռուսաստանցի մի պաշտոնյա, օրինակ, զգուշացնող տոնով չոր բաներ մեզ չզգուշացնի, հետո հետևից փորձեն բան անել, հա, լղոզել, Օվերչուկը մի օր ինչ որ շատ տենց նախատող տոնով ինչ որ բան, մենք չենք սահմանափակել, ուղղակի ուզում ենք ստուգել, որովհետև ինչ որ այսպիսի տեղեկություններ են եկել։ Ծիրանը մեր մոտ չի հասել, ջիրեր։ Իրենք Ծիրանը արդեն սահմանափակել են, ասում են մենք ֆիտոսանիտարական ինչ որ խաղը օգոստոսին է մեզ մոտ հասնում, խաղի նկատմամբ սահմանափակումը ո՞րն է։ Այսինքն զգուշացնող, հասկանում եք, վախ սպառնալիք տարածելու նպատակ է հետապնդում, բայց դրա ամբողջը պատկերացեք հակառակ այսպես ազդեցությունն է թողնում պատիվ մեր ժողովրդի ուղղակի խոնարհվելու աստիճան իմաստնություն ունի մեր ժողովուրդը եւ այդ պետք է ուղղակի ամեն օր մեր ժողովրդին գրկել եւ շնորհակալ լինել այս որակների համար, այս հասունության համար եւ երանի մենք բոլորս քաղաքական գործիչները, քաղաքական ուժերը արժանի լինեինք առաջնորդելու մեր ժողովրդին եւ այդ հասունությամբ նաեւ մասնակցեին քաղաքական ոչ միայն ընտրական գործընթացների ընդհանրապես մեր քաղաքական կյանքին, որովհետեւ ընտրությունները իհարկե կարևոր հանգրվան են, բայց դրանք վերջը չեն։ Դե այո։ Հակառակը ընտրությունները մի կարևոր սկիզբ են այլ գործընթացների մեկնարկի համար, բայց շատ կարևոր ուրիշ բան չի այն։ Ընտրությունները պիտի ամրապնդեն պետությունը։ Ընտրությունները պիտի համերաշխություն բերեն առաջիկա 5 տարիների համար, պիտի ներդաշնակություն բերեն հասարակական, քաղաքական կյանքին, պիտի կարևոր դիմադրողունակության, այսպես դիմադրության, իմունի համակարգը պետք է ավելացնեն։ Այն ինչ մենք հիմա տեսնում ենք եւ այն ինչ հերոստաբանավեճի ամբողջ ընթացքում հավանաբար դուք էլ նշмарեցիք, այդպիսի հույս չի տալիս։ Այն ազգային ժողովը, որ պիտի կազմված լինի այդ ուժերից, դա վակխանալի է, դա անոնսն էր։ Հա։ Հիմա մեր ժողովուրդը պիտի որոշի, ինքը պատրաստվում է այդ մարդկանց, որոնց իշխանությունը բանդիտ, մաֆիոզ, գող, ավազակ, թալանչի, վարչապետը կողքս կանգնած, ինչ ասես ասել։ Քրեական օրենսգիր կա։ Մարդիկ ըստ էության իրենց մասնակցությամբ արատավորում են, դեֆորմացնում են օրինական ընտրական գործընթացը, դեգրադացնում են օրինական գործընթացը։ Ես դեմ չեմ, որ այդ մարդկանց հետ կարող եմ ունենալ քաղաքական տարաձայնություններ։ Եվ մենք պիտի ունենանք քաղաքական տարաձայնություններ։ Բայց կներեք, մենք չենք կարող վիճարկել պետության գոյությունը։ Իրենց հետ մեր գլխավոր հակադրությունը, որը թույլ չի տալիս, որպեսզի մենք քաղաքական խոսակցություն ունենանք, կայանում է նրանում, որ իրենք Հայաստանի պետությունը վտանգավոր են համարում։ Այսինքն դուք հասկանում եք քաղաքական մտքի ինչ աստիճան դեգրադացիա է տեղի ունեցել։ Մենք համարում ենք պետությունը, Հայաստանի Հանրապետությունը, մեր ժողովրդի ֆիզիկական գոյության միակ երաշխավորը, միակ երաշխիքը, մեր ինքնության պաշտպանության միակ երաշխիքը։
Իրենք Հայաստանի պետությունը համարում են վտանգավոր, իրենք երաշխավորներ են ուզում բերեն, որպեսզի վերջնականապես կազմաքանդեն Հայաստանի պետությունը եւ այդ մարդակեր գազանի կայսրության ծայրագավառ դարձնեն։ Դրանից ելնելով դիգնալ ընտրության մենք շատ բան տեսանք, թե քաղաքական ուժերի խոսույթներում, թե այդ հիբրիդային գրողների։ Ես կարծում եմ, որ մեծ հաշվով ժողովուրդն իր կարևոր խնդիրը լուծել է։ 2021 թվականին ժողովուրդը ընկած պետությունը բարձրացրել դրել է իր գլխավերևում, բայց անտեր է թողել ընդդիմությունը։ Հիմա տեսնում ենք այդպիսի տենդենց, որ ժողովուրդը պատրաստվում է վերստին տեր լինել իշխանությանը։ Եվ շատ ուրախ ենք, որ մեր ուղերձը ընդդիմափոխության, այսպիսի մեծ լայն ընկալում ստացավ։ Մենք միակ քաղաքական ուժն ենք։ Ասել ենք ոչ վարչապետի թեկնածու ունենք, ոչ իշխանափոխություն անելու մտադրություն ունենք, որտեղ անկեղծ ենք եղել, որտեղ գետնին ենք կանգնած։ Ինքնասիրահարված այդ քաղաքական մի անձի շուրջ ձևավորված նախագիծ չենք։ Սկզբունքային բանտերով անցած մարդիկ են մեր շուրջ, մասնագետներ են, նստել, քննարկել, որոշել ենք, որ սա ամենառացիոնալ իրատեսական առաջարկն է մեր ժողովրդին։ Մեր ժողովրդի սպասումը եւ ակնկալիքը իշխանության ընդդիմադիր հատվածը փոխել եւ ասել ենք ժողովուրդ մենք պատրաստ ենք ծառայել այդտեղ պատրաստ ենք եթե դուք մեզ վստահեք դուք ժողովուրդ որոշել եք որ ես պիտի այստեղ կանգնած լինեմ այստեղ նստած լինեմ այսօր դուք էլ որոշելու եք մենք ինչ ենք անելու հունիսի 7-ից հետո որովհետեւ պետությունը ուժեղա ոչ թե իշխանությամբ այլ ազատ քաղաքացով ազատ քաղաքացին անսակարկելի եւ անքննելի արժեք է ժողովրդավարական պետության համար եւ մեր խնդիրն է քաղաքացու կամքը, քաղաքացու հանձնարարությունը կատարել պատշաճ կերպով, ծառայել անմնացորդ իշահ եւ իբարորություն հայ ժողովրդի հավերժության Հայաստանի պետության անսասանության Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս հանուն Հանրապետության կուսակցության նախագահ, համանուն կուսակցության ցուցակով պատգամավորության տեխնացու Արման Բաբաջանյանն էր, մնացեք առաջինի հետ, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։